Իրանն անհապաղ կարձագանքի ցանկացած ագրեսիայի միաժամանակ պատերազմ չի ցանկանում ու կողմ է երկխոսությանը։ Այսօր հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Էմիրությունների առաջնորդի հետ հեռախոսազրույցում։ Նոր հուժկու հարվածի մասին ԱՄՆ նախագահի զգուշացումների ֆոնին Փեզեշքյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև Թուրքիայի իր պաշտոնակցի հետ։ Թրամփի հետ լավ հարաբերություններ ունեցող Ռեջեփ Թայիպ Էրդողանը Անկարայի միջնորդությունն է առաջարկել Ամերիկային ու Իրանին լարվածությունը մեղմացնելու համար։ Ու մինչ Իրանի նախագահը հեռախոսազրույցներ է ունենում տարածաշրջանի երկրների առաջնորդների հետ, այսօր Թուրքիա է մեկնել արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Թուրք պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում Արաղչին վերահաստատել է, որ Իրանի իշխանությունները համաձայն են վերսկսել Միացյալ Նահանգների հետ բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման հարցով, սակայն երկխոսությունը պետք է տեղի ունենա փոխադարձ հարգանքի հիման վրա։ Եթե բանակցությունները արդար եւ հավասար լինեն, Իրանը պատրաստ է մասնակցել դրանց։ Արաղչին միաժամանակ ասել է, որ այս պահին Թեհրանի ու Վաշինգտոնի միջև որևէ բանակցություններ չկան։ Նա նաև շեշտել է, Իրանի պաշտպանական կարողությունները երբեք չեն կարող դառնալ բանակցությունների առարկա։ Ես չեմ կարծում, որ որևէ երկիր պատրաստ է փոխզիջման իր անվտանգության եւ պաշտպանության հաշվին։ Իրանի քաղաքացիների անվտանգությունը որևէ այլ կողմի չի վերաբերում եւ մենք պահպանելու ու ընդլայնելու ենք մեր պաշտպանական կարողությունները այնքան, որքան անհրաժեշտ է մեր երկիրը պաշտպանելու համար։ Հաքքան Ֆիդանն իր հերթին ասել է, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների վերսկսումը կենսական նշանակություն ունի տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար։ Մենք դեմ ենք խնդիրները լուծելու համար ռազմական լուծումներին դիմելուն։ Մենք չենք կարծում, որ դա շատ արդյունավետ կլինի։ Արաղչիի հետ համատեղ ասուլիսում Թուրքիայի գլխավոր դիվանագետը սլաքներն ուղղել է նաև Իսրայելի կողմը, մեղադրելով, թե Իսրայելն է փորձում համոզել Միացյալ Նահանգներին ռազմական հարձակում սկսել Իրանի դեմ։ Ֆիդանը հույս է հայտնել, որ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի գտնել մի լուծում, որի շնորհիվ տարածաշրջանը կխուսափի ավերիչ պատերազմից ու Իրանը չի մնա մեկուսացված։ Այս հայտարարություններից ժամեր առաջ ԱՄՆ նախագահն էլ հույս էր հայտնել, թե Իրանի դեմ ռազմական գործողությունների կարիք չի լինի։ Օրերս Իրանին շատ ավելի հուժկ ու հարված խոստացած Դոնալդ Թրամփն անգամ ասել էր, որ պատրաստվում է խոսել Իրանի հետ, նույնիսկ այն դեպքում, երբ ամերիկյան ռազմանավերի մի մեծ խումբ է ուղարկել դեպի Իրան։ Ես պլանավորում եմ, այո, մենք այժմ շատ մեծ, շատ հզոր նավեր ունենք, որոնք նավարկում են դեպի Իրան, եւ հիանալի կլիներ, եթե մենք դրանք չօգտագործեինք։ Ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ Թրամփը քննարկում է իր տարբերակները, բայց դեռ որոշում չի կայացրել հարվածել Իրանին, թե ոչ։ Վերջին շաբաթներին ԱՄՆ-Իրան լարվածությունը սրվել է Իրանում իշխանությունների կողմից բողոքի ցույցերի բիրտ ճնշումից հետո։ Օրերս էլ Թրամփը Իրանին կոչ արեց անհապաղ բանակցությունների նստելու գործարքի գնալ միջուկային ծրագրի շուրջ, քանի դեռ ուշ չէ։ Միացյալ Նահանգները պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, թեև ըստ Թեհրանի իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ ունի։ Երեկ էլ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթն է ասել, որ ամերիկյան զինուժը պատրաստ է կատարել նախագահի ցանկացած որոշում։ Իրանն ունի գործարք կնքելու բոլոր հնարավորությունները, նրանք չպետք է ձգտեն միջուկային կարողություններ ունենալ։ Մենք պատրաստ կլինենք կատարել այն ամենը, ինչ նախագահը ակնկալում է պատերազմի նախարարությունից։ Եվրամիության արտգործնախարարների խորհուրդն էլ երեկ ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել Իրանի առաջատար ռազմաքաղաքական կառույցը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը մեծապես ներգրավված է եղել ցուցարարների դեմ բռնաճնշումների գործողություններին։ Եվրամիությունը երեկ նաև նոր պատժամիջոցներ է հաստատել իրանցի այն պաշտոնյաների դեմ, որոնք մասնակցել են ցուցարարների բռնաճնշմանը։ Ավելի քան 20 անձի եւ կազմակերպության ակտիվներ կսառեցվեն, կարգելվի նրանց մուտքը Եվրամիություն։ Անցած տարեվերջից սկսված ցույցերի ընթացքում իրավապաշտպան խմբերի տվյալներով զոհվել է 20-ից 30 հազար մարդ։ Իրանի իշխանությունները մինչ օրս սահմանափակում են ինտերնետի աշխատանքն ու կապն աշխարհի հետ։